Հրապարակի հարգել հետևորդներ, մենք գտնվում ենք Մասուր արվեստի տանը, իմ զրուցակիցն է գեղանկարիչ Մարիամ Մողոդոսյանը, մենք արդեն երկու ռեպորտաժ նկարել ենք, ներկայացնելով Մարիամ Մողոդոսյանի արվեստը, և սա երրորդն է, ուղղակի ներկայացնենք արվեստի տունը. Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եք գտնել առաջին և երկրորդ ռեպորտաժները և նայել, սա մեր երրորդ, այսպես ասած, հրապարակումն է կամ թողարկումը։ Մարիամ, մենք փորձենք մեր հեռուստադիտողին ներկայացնել, երբ ստեղծվեց, ինչ նպատակով ստեղծվեց Մասուր արվեստի տունը, ովքեր ստեղծեցին, ովքեր էին, այսպես ասած, հիմնադիրը։ Մասուր արվեստի տունը ես ու քույրս ենք բացել 20 թվականի պատերազմից հետո, ի պատասխան 20 թվականի պատերազմին, երբ փորձել ենք առնվազն չմտածել ինչ կլինի հետո եւ ինչ է կատարվում այդ պահին, մենք պարզապես աշխատել ենք եւ սկզբնական շրջանում բացել ենք որպեսզի աշխատանքի տեղավորման հարց լուծենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար եւ որպես այդպեսին իր առաքելությունը կատարել է։ 23 թվականին Մասուր արվեստի տունը եղել է, նախ ասեմ, որ սա սոցիալական նախաձեռնություն է, այսինքն շահույթի զգալի հատվածը, եթե ոչ ամբողջը, գնում է Մողոդոսյան արվեստի կենտրոնի մշակութային սոցիալական նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում Նաիրյան վոկալ անսամբլը կենսունակ պահելու համար, այսինքն սա որի նաև երգչուհիներից է Նաիրյան վոկալ անսամբլի ղեկավարը քույրիկս է Նաիրան Մողոդոսյանը։ Այո, Նաիրան է, եւ մենք բացել ենք թերևս դոնորային անկախության գնալու համար, որպեսզի որևէ մեկից կախյալ չլինենք, այլ ինքնաֆինանսավորման ճանապարհով գնանք։ Նաև իհարկե այստեղ աշխատում են կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող կանայք, սրա շնորհիվ կենսունակ է մնում Բերթավանում, Տավուշի մարզի սահմանամերձ Բերթավան գյուղում մենք 21 թվականին բացել ենք նաև կերամիկայի փոքրիկ կենտրոն, ահա այս բոլոր ծախսերը հոգալու համար, նաև անվճար մեծ թվով երեխաներ շարունակում են օգտվել մեր անվճար ծառայություններից մշակութային, եւ այս ամենի սնուցող գերակը Մասուր արվեստի տունն է։ 23 թվականին Մասուր արվեստի տունը նաև հումանիտար ճգնաժամային տարածք է եղել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար, մենք հարյուրավոր անձանց ապահովել ենք այսպես առաջին կայանատեղին, հոգեբանական ծառայություններ ենք մատուցել, նաև տաք սննդով ենք ապահովել, սա այն էր, ինչ մենք կարողանում էինք անել առանց անվճար։ Այո, մենք բոլորը անվճար ենք արել եւ սա փիլիսոփայություն է, մենք այդ սկզբունքով ենք ապրում, որ դու կարող ես որոշակի ինչ-որ բաներից հրաժարվել, ինչ-որ մարդկանց կյանքում դրական փոփոխություն բերելու համար եւ մենք սրան խորապես հավատում ենք։ Իսկ հիմա էլ եք աջակցում, հիմա էլ բնականաբար մենք տարեկան ոչ միայն Արցախից տեղահանված, այլ ընդհանրապես կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող հատկապես երեխաներին, կանանց պատանիներին մենք մշակութային ծառայություններ շարունակում ենք տրամադրել Մողոդոսյան արվեստի կենտրոնի շահառուների թիվը այս պահին գերազանցում է 700-ում, մենք արվեստի անվճար կրթություն ենք տվել եւ սրանք չեն եղել դրամաշնորհային ծրագրեր, սրանք եղել են մեր անձնական միջոցները, որ տրամադրել ենք։ Ինչ են սովորում նկարել, ինչ տարիներ շարունակ գեղանկարչության մասնագիտացված դասընթացներ ենք իրականացրել, այսինքն մենք ունենք աշակերտներ, դուք եղել եք նաև այդ կենտրոնում, 14 թվականին բացված, որը քաղաքի կենտրոնում էր գտնվում, հարյուրավոր երեխաներ արվեստի անվճար կրթություն են ստացել, ոմանք կարողացել են բարձրագույն կրթություն ստանալ մեր տված գիտելիքի շնորհիվ եւ իրենց կյանքը փոխել, այսինքն եթե դիտարկում ենք կրթությունը իբրև գործի կաղկատությունը հաղթահարելու համար, ապա այո, կենտրոնը այս իմաստով շատերի կյանքն է փոխել։ Սա մենք չենք արել դրամաշնորհի շրջանակում կրկնվեմ, մենք արել ենք մեր անձնական գումարները, մենք այսինքն աշխատել ենք եւ մեր վաստակած գումարը տրամադրել ենք։ Ինչ միջոցներով ձեռք բերեցիք ջրվեժում այս տարածքը եւ ինչ աշխատանք կատարեցիք։ Երբ այս տարածքը ոչ մի կապ չունի նրա հետ, ինչ որ հիմա դուք տեսնում եք, այստեղ ոչինչ, հիմա այստեղ մենք թոնրատան հատվածում ենք կանգնած, այստեղ ոչինչ չի եղել։ Մենք աստիճանաբար աշխատել ենք, ի սկզբանե վարկերով, որոշակի խնայողություններով,
ձեռք ենք բերել հիպոթեկային վարկավորման այս տարածքը, ի սկզբանե մատուցել է միայն մշակութային ծառայություններ, իսկ հետո ավելացել է նաև խոհանոցը պրոֆեսիոնալ, որովհետև խոհանոցը նույնպես մշակույթի ամենակարևոր մասերից մեկն է, արդեն կա ավագ խոհարար, աշխատակազմ եւ այստեղ նաև խնջույքներ ենք անցկացնում, իհարկե մասուրը կարևոր գործառույթ է իրականացնում սոցիալական համատեքստում, բայց իբրև բիզնես այն մատուցում է մշակութային ծառայություններ։ Մենք արդեն եղանք վերևի սրահներում, դուք տեսաք, որ մարդիկ կարող են գալ, շրջել, իմանալ ավելին հայկական մշակութային ժառանգության մասին, կարող են նաև համեղ սնվել եւ համեղ սնունդը հոգեոր սննդով, այսպես ասած, հավելել, ամբողջացնել։ Նաև իմանալ, որ իրենց այդ լավ ժամանցի համար, որ իրենք վճարում են, այդ գումարը նաև հանրօգուտ որևէ նախագծի է ծառայում։ Եվ սա շատ էլի կարևոր փիլիսոփայություն է, մենք այստեղ կարծես ստեղծել ենք մեր օազիսը, որտեղ ինչպես արդեն ասացի նախորդում, մենք պարզապես անում ենք ինչ որ կարող ենք լավ անել, եւ ես աշխատում եմ չանել այն, ինչից լավ չեմ հասկանում կամ չխոսել նաեւ այդ մասին, որովհետեւ ես դրանից լավ չեմ հասկանում։ Ես այստեղ տեսնում եմ մեր ավանդական թոնիրը, ասենք փոքրիկ կճուճներ եւ այլն, որ հիշեցնում են նաեւ այսպես ասած մեր անցյալի մշակույթը։ Սա մշակութային ժառանգության մի հատված է, մենք փորձում ենք այստեղ լավաշի թխման ծեսեր ենք անում, հացի երգեր են երգում, այսինքն այն ինչ որ մենք ունենք, դա ինչպես է կենսունակ դառնում, չէ՞, մշակութային ժառանգությունը, եթե դրա մասին հիշում ես, եթե դրա փաթեթավորումը թարմացնում ես, որպեսզի նաև գրավիչ լինի։ Իհարկե ունենք նաև ստանդարտ ծառայություններ, մարդիկ ովքեր ծառայություններ, երբ մարդիկ կարող են գալ պարզապես սնվել, բայց նույնիսկ խոհանոցն է հետաքրքրական, որովհետև ազգային կերակուրներ, այո, մոռացված ուտեստներ այստեղ կարող են գալ համտեսել, եթե, չգիտեմ, ուզում եք տարօրինակ հայկական ուտեստներ համտեսել, ապա շատ ճիշտ տեղում եք գտնվում։ Օրինակ մեր այցելուները շատ սիրում են մասրապուրը, խոխոբը, մշոշը, որ ամեն տեղ, հատկապես այս գլոբալացող աշխարհում, չես հանդիպի, չէ՞, քաղաքի կենտրոնում շատ կան տարբերակներ, ռեստորանային բիզնեսը շատ լավ զարգացած է, բայց մասուրը այլ բան է առաջարկում, այստեղ կարող եք ոչ միայն համեղ սնվել, այլև կարող են կրկնվեմ, իմանալ Զաբել Եսայանի մասին, իմանալ մեր ավանդական գորգերի մասին, ունենալ մշակութային փորձառություն, օրինակ լավաշ թխել, հաց թխել, գաթա թխել, այսինքն ինչ որ դուք սնվում եք, կարող եք ինքներդ էլ պատրաստել։ Այս առումով կարծում եմ հետաքրքրական բան է ստացվել։ Շատ գալիս են նաև դպրոցականներ, որովհետև այստեղ կրթամշակութային հատվածը պրոֆեսիոնալներ են մշակում։ Մենք ունենք հատկապես երեխաների համար մշակված բազմաթիվ փաթեթներ եւ սա այն է, երբ մենք նկարիչները, երաժիշտները, կերամիստները այսպես հավաքվել ենք բոլորով միասին եւ մտածել ենք ինչ-որ փաթեթներ, որովհետեւ եթե ես նկարիչ եմ, պարտադիր չէ ես գնամ այլ մասնագիտությամբ զբաղվեմ, որ ես նկարեմ։ Ես պետք է կարողանամ իմ նկարչությամբ գումար վաստակել։ Այո, այստեղ սա ուզում հարցնել երգը, երաժշտությունը մեր ավանդական երգերն են, Արցախի երգերն են նաև մշակել են եւ գորգերը մեր տեսանք վերևի սրահներում, կերպարվեստը, կերամիկան, այդ ամբողջը մեկտեղված է, դրա համար մասուր արվեստի տուն։ Մասուր արվեստի տուն։ Իսկ մասուր ենք դրել, սա պետք է անպայման ասեմ, որովհետև ես ու քույրս անդրադարձանք, որ հայ ժողովուրդը նման է Մասրենու, եւ հատկապես ես ու քույրս ենք նման մշակութային դաշտում դիմանալ 10 տարի եւ ավելի, որոշակի Մասրենու հատկություններ են պահանջվել։ Համասահյանի Մասրենու, որ ժայռից կախված, այդպես կախված մնում ու չընկնում անդունդը։ Եվ սա եւ մեզ է նման, եւ Մասուր արվեստի տանն է նման, նայեք, վատ ճանապարհներով գալիս հաստվեց եւ այստեղ ստեղծել նման բան, երբ չես ունեցել ի սկզբանե մեծ հնարավորություններ, այլ քո հնարավորությունները ինքդ ես ստեղծել քո աշխատանքով, իմիջիալոց նշեցիք այստեղ չկա տարածք, որտեղ ես չեմ աշխատել։ Ես ինքս վերանորոգման աշխատանքներին եմ մասնակցել եւ սա ինձ շատ օգնել է հետպատերազմական շրջանում, այսինքն այս ելակետային շրջանում ես ուղղակի աշխատել եմ։ Այսպես գալիս են դպրոցականներ, հաճախ մասնակցում են, ստանում են գիտելիքներ, այսինքն ոչ ֆորմալ կրթության գործիքակազմով նույն անբան հուրի ներկայացումն ենք մենք բեմադրել։ Եվ այդ ամբողջը մատուցում եք անվճար։ Ոչ, մենք պարտադիր, այսինքն տեսեք ինչպես է կատարվում։ Սա բիզնես նախագիծ է,
նրանք ովքեր կարող են վճարել, այսինքն վճարովի ծառայություններ են սրանք, բայց մենք ընտրում ենք խմբեր, ում այս ծառայությունները մատուցվում է լիովին անվճար։ Օրինակ օրերս վերջերս եղել ենք Բերթավանում եւ նրանց համար բեմադրել ենք անբանհուրին շուրջ 150 երեխայի համար անվճար եւ ամբողջ այս տեղափոխումը, ճանապարհածախսկեցությունը եւ այլն ամենը ինքներս ենք հոգացել։ Էլ չասեմ, որ իբրև ծառայություն մեկ երեխայի մուտքը ենթադրենք մասուր արվեստի տունի X գումար է, մենք հարյուրավոր երեխաների այդ ծառայությունը մատուցում ենք անվճար այս վճարովի ծառայությունների շնորհիվ։ Այսինքն պիտի անպայման վճարովի ծառայություն մատուցենք, որ մյուսները կարողանանք ապահովել։ Մարիամ, ել ունեք ավելացնելու մասոր մշակույթի կենտրոնի։ Թերևս ամեն ինչ ասացինք, բարով եք եկել, ես համոզված եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում մեր աշխատանքը լավ անելով, կարծում եմ արդեն իսկ մեծ գործ ենք անում։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողին հիշեցնել, այսինքն ուղղել իր հայացքը այն փաստին, որ կան մեր օրերում այսպիսի մարդիկ, ովքեր ստեղծում են հատկապես պատերազմից հետո այդ ծանր հոգեբանական վիճակը թոթափելու եւ աջակցելու նպատակով նման կենտրոն եւ կարողանում են ինչպես անվճար ներկայացնել կամ բիզնես ծրագիր են ներկայացնում, եթե բիզնես է, հապա այսպես արվեստով, մասուր արվեստի կենտրոնով լուրումունչ առանց աղմուկ հանելու փորձում են ցավը թեթևացնել եւ ինչ որտեղ աջակից լինել կրկին մեր մեջ կշտկելու այնպես որ մեր կյանքը ուզում եմ ասել այնքան էլ սև ու մռայլ չէ եւ այսպեսի գեղեցիկ գունագեղ արվեստով լցված իրականություն ունենք ուղղակի մեր հեռուստադիտողներին կրկին հիշեցնեմ որ ես գտնվում եմ մասուր արվեստի տանը եւ իմ զրուցակիցն էր գեղանկարիչ Մարիամ Մողդոսյանը